Մակեդոնացին սպառնալիքով նամակ գրեց Սպարտային. «Դիմում եմ ձեզ անհապաղ հանձնվելու կոչով, քանզի եթե ներխուժեմ ձեր հող, կկործանեմ ձեր տարածքները, կկոտորեմ ժողովրդին ու հողին կհավասարեցնեմ քաղաքը»։ Սպարտայի պատասխանը Մակեդոնացուն. եթե բանակցելիս հաղթում է նա, ով կարողանում է առաջին լինել համառոտ, որևէ թեմայից խոսելիս չտարվել կողմնակի թեմաներով ու չշեղվել բուն թեմայից, երկրորդ խոսել փաստերով, հեռու մնալ անհիմն հայտարարություններ անելուց թեկուզ եւ մեկ բառ եւ չտրվել սադրանքներին, ուշադրություն չդարձնել նաեւ դիմացինի անհիմն արտահայտություններին, երրորդ խուսափել շտապ որոշումներից, եթե առաջանում են հարցեր, որոնք կարիք կա քննելու, ապա ամոթ բան չէ ժամանակ խնդրել հարցը քննարկելու համար, չորրորդ խոսել առանց էմոցիայի, խուսափել սեփական էմոցիաներից, անտեսել նաև դիմացինի էմոցիոնալ մեջբերումները եւ հինգերորդ խոսել այնպես, ասես ամեն բան գիտես, լսել այնպես, ասես ոչինչ էլ չգիտես։